Չգիտեմ, մի ամսվա համար արժե 24 միլիոն վճարել։ Երեք կառավարության նիստի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինվորական ծառայության մասին նախագիծը եւ կառավարությանն առաջարկեց փոփոխություններ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս եւ վճարել 18 միլիոն դրամ, մինչեւ 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Արմլուրը հարցում է անցկացրել Երևանում եւ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում այս նախագծին։ Արդյոք չի ստացվի այնպես, որ ով գումար ունի, չի ծառայի, ով գումար չունի, կծառայի։ Ես գտնում եմ չէ, որտեղ պետքա ծառային, հայրենիքի պարտքով պիտի կատարի։ Իսկ կարծում եք, որ սա լինելու է այնպես, որ էլի ով գումար ունի, չի ծառայի։ Կլինի ու տենց է կշարունակվի, իսկ ով պիտի պաշտպանի։ Չգիտեմ, մի ամսվա համար արժե 24 միլիոն վճարել։ Չգիտեմ։ Եթե մարդկանց ֆինանսները բավարարում են, միգուցե Իսկ չեք կարծում, որ այստեղ խտրականություն կլինի, այսինքն ով գումար ունի, չի ծառայի, իսկ ով չունի, ստիպված պետք է 2 տարի ծառայի։ Դե դա միշտ էլ եղել է։ Դարերից եկել է, ու այդպես էլ գնալու է։ Ուղղակի լեգալիզացնում է որոշ չափի այն որ շատերը գիտեք խուսափելու համար վճարում են նույնիսկ ավելի քիչ գումարներ, ինչքան հասկանում եմ, երևի թե դա վատ չի։ Ընդհանրապես, եթե բարձրացնում են մի թեմա, որ իրոք գոյություն ունի, բայց բանապետությունը դրանից միայն կշահի։ Իսկ ճիշտ է համաձայն եմ կառավարության հետ։ Իսկ ճիշտ եք համարում այն փաստը, որ հնարավոր է այս օրենքից հետո ստեղծվի մի դիսբալանս, որ ով գումար ունի չի ծառայի, ով գումար չունի, ստիպված պետք է ծառայի։ Դիսբալանս միշտ կար, սա ընդհանրապես սա ոնց ասեմ, սա ուղղակի օրինականացնում է այն, ինչ որ գոյություն ունի, այսինքն դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ոչ։ Ինչ պատճառով։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով։ Մենք էլ այնքան ֆինանս չունենք, որ պրոֆեսիոնալ բանակ ունենանք, դրա համար որ կարծում եմ, որ պարտադիր ծառայությունը պետք է։ Իսկ ինչ եք կարծում, այստեղ անարդարություն չի լինի, որ կստացվի էլի այն հին ժամանակների պես, որ ով փող ուներ չի ծառայի, ով փող չունի պետք է ծառայի։ Սրանց որոշումներից ոչ մեկը ճիշտ համարել չեմ կարող։ Այսինքն ծերից ծեր սխալ։ Նույն գույքահարկի մասին, նույն պարկինգների մասին, ինչ ասես կարամ ասեմ, բայց ասելով բան չի փոխվում։ Պետք է ծառայեն ինձ թվում է երիտասարդները հայրենիքի համար։ Իսկ չեք կարծում, որ կստացվի անարդար, այսինքն նախկինի պես ով գումար ունի չի ծառայի, ով չունի կծառայի։ Դե պետք է այնպես անել, որ բոլորն էլ ծառայեն։ Իսկ ինչ ռիսկեր ունի, ինչ վտանգ սա կարող է ներկայացնել Հայաստանի համար, որ օրինակ բոլորը վճարեն 24 միլիոն եւ ծառայեն ընդամենը 1 ամիս։ Շատ մեծ ռիսկեր, կկորցնենք մեր հայրենիքը, ինձ թվում է։ Եվ կդառնա առուտախ։ Կկորի ամբողջ հայրենասիրություն ֆորմատը, հա, այդպես։ Ոչ։ Ինչպես կմեկնաբանեք, ինչու։ Արդար չի։ Որ մասով արդար չի։ Որ հարուստները կարող ցույց տան իրանց երեխեքը չծառայեն, այն սորական մարդիկ տարբերություն է ստացվում էլի մարդկանց մեջ։ Միանշանակ դեմ եմ, միանշանակ։ Ես ինքս ինձ ծառայող եղել եմ։ Ես ծառայության ուրիշ եմ վերաբերում։ Ցանկացած տղամարդ պիտի ծառայի։ Դա իմ կարծիքն է։ Իսկ համարում եք, որ անարդար կստացվի, որ այնպես կլինի կրկին, որ ով գումար ունի չի ծառայի, ով չունի կծառայի։ Եթե նայում ենք այսօրվա այդ օրենքները, որ ընդունում են, ես համոզված եմ, որ ընդունելու են։ Եթե մեջին գումար կա, ընդունելու են։ Բայց այդ շատ սխալ է։ Անպայման ծառային, այդ տևողներին է բեռնեն։ Իսկ սա ինչ անարդարության կբերի, այսինքն կստացվի, ով փող ունի չի ծառայի, ով փող չունի կծառայի։ Դե ընդհանրապես այդպես է, բայց թե ավելի լավ կլինի տևողներին բեռնեն, քան թե վեճարը ստեղծեն։ Անկեղծ չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց չգիտեմ, երևի իրանք ավելի լավ են համարում էլի։ Օրինակ, այստեղ շատերը ասեցին, որ դա անարդար է, նախ հայրենասիրություն չէ, պետության անարդար, մյուս զինծառայողների նկատմամբ է անարդար։
Չգիտեմ, եկեք ավելի խորը նայենք այդ ամեն ինչին, տենց էմոցիոնալ դաշտում չնայենք, էլի, որովհետև ես հույս ունեմ, որ հաշվի առել են լիքը բաներ, նման որոշում կայացնելու համար։ Բայց չի ստացվի այնպես, որ օրինակ մեծահարուստների երեխաները կծառայեն, որտեղ գումար ունեն, իսկ ով գումար չունի, կծառայի։ Մեծահարուստների երեխաները նախկինում լավ են ծառայել։ Նույն պատմությունն է, հիմա գոնե բյուջե փող կմտնի։ Ես ճիշտ չեմ համարում։ Ինչու, որովհետև անկախ ամեն ինչից, անկախ նույնիսկ եթե մեր շուրջը խաղաղ է եւ այլն, տղամարդուն ծառայել է պետք։ Սա կյանքի դպրոց է, դաս է, դաստիարակություն է, սա առաջին հերթին մեր իրավիճակում էլ առավել եւս։ Այսինքն մենք վճարենք փողերը, այսօր 24, վաղը կարա լինի 34 ու բանակ չենք ունենա։ Իսկ ով է մեր երաշխավորը անվտանգության այդ դեպքում։ Հարևանը